Հալելույա, հալելույա, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, այնքան քաղցր Աստծո ներկայություն կա, գիտես սիրելիս, քո պրոբլեմը չգիտեմ, քո խնդիրները չգիտեմ, մարդ կա, որ նայում ես դեմքին, պրոբլեմներն ու խնդիրները դեմքի վրա երևում է, բայց մեծ մասի խնդիրներն ու պրոբլեմները չգիտեմ, բայց կա մեկը, որ գիտի, գիտես, բայց Աստված ասում է, եթե դժվար է, կանցնես, դժվարության հետևում օրհնություն կա, ամեն, Տերը քեզի շատ օրհնի, ողջունում եմ նաև մեզ համացանցով դիտողներին, Տերը ձեզի շատ օրհնի, կողքինիդ նայ ասած չհանձնվես, հետևում օրհնություն կա, ու նստեք Տիրոջ քաղցր ներկայության մեջ, հետևում օրհնություն կա, Տերը ձեզի շատ օրհնի, հալելույա, ինչ քաղցր ու զորավոր է մեր Աստված ու մեր Աստծո ներկայությունը, շնորհակալություն փառաբանության թիմ ջան, Տերը ձեզի շատ օրհնի, կարաք նստեք Տիրոջ քաղցր ներկայության մեջ, հալելույա, նայում եմ, հասկանում եմ, որ այս եղանակը, այս իրավիճակը ազդել է մեր ժողովրդի վրա, ու այսօր առավոտ, որ ասում են, Հովիջան կներեք, մենք ուղղակի ամառային հագներով ենք, մեր մոտ այսօր չի ստացվում, ու դենց շատ հաղորդագրություններ ասում եմ, ժողովուրդ երանի իմանայիք, որ մի քանի օր առաջ ես էլ էի ամառային հագներով, ու դա ինձի չէր խանգարում։ Գիտես, թող ոչ մի բան քեզ չխանգարի, Աստծո տուն գալու, Աստծո ներկայության մեջ Աստծուն երկրպագելու ու Տիրոջը տալու ողջ փառքը։ Գիտես, ամեն դժվարություն, երբ որ դու անցնում ես, ամեն դժվարություն, երբ որ դու հաղթահարում ես, ոչ թե դու գալիս ես, որ ինձի ցույց տաս, որ տես ես եկել եմ։ Ամեն, այլ դա այդ քո ներսից պետք է եղնի, դա քո ներսի դիրքորոշումը պետք է եղնի, որ ինչ ուզում ա եղնի, ես պետք է Տիրոջ տան մեջ եղնեմ, Տիրոջ հարս եկեղեցում եղնեմ ու Տիրոջը տան ողջ փառքը։ Գիտես, ավելին քեզ ասեմ, ավելի դժվար է եղնելու, այս դժվարությունները չի վերջանալու, եթե քեզ թվում է, թե այսա ձունը հալավ ճանապարհները բացվեցին, արդեն տրանսպորտի խնդիր չես ունենա, գալու ես եկեղեցի, ասեմ, այդ ամենը չի վերջանալու, ոչ թե ձունը չի վերջանալու, այլ խնդիրները իրանք չեն վերջանում։ Եթե խնդիրը կարա քո վրա ազդի, որ դու եկեղեցի չգաս, եթե կարա խնդիրը քո վրա ազդի, որ Տիրոջ տուն չգաս, ասեմ, այդ խնդիրները չի վերջանալու։ Գիտես խի եմ վստահ ասում, որտեվ դրա մասին եմ այսօր քարոզելու ու ես էլ կար ժամանակ, որ դրա մեջով անցել եմ։ Գիտես, ինչ ուզում ա լինի, ինչքան էլ դժվար լինի քո ճանապարհը, հիշի, Տիրոջ հետ ամեն ինչ հեշտ է։ Հիմա կասես, խի Աստված ասել է, որ իմ հետ հեշտ է եղնելու, չէ, եթե դու ապավինում ես Տիրոջը, եթե քո հույսը Տերն է, ինչ ուզում ա եղնի, վերջում գալիս ես Տիրոջ գիրկը, փառք Հիսուսին։ Պատիվ ունեմ այսօր կիսվելու են խոսքով, որը որ Տերից ստացել եմ ու գիտես, երեք մենք հիանալի ծառայություն ունեցանք Նավարասիսկ քաղաքում, այնքան հետաքրքիր էր, երբ որ առավոտ արթնացա ու խոսք ունեի պատրաստված, որ պետքա գնամ այդ խոսքը խոսեմ, ու երբ որ արթնացա, մենակ քարոզի վերնագիր ստացա, մեկ Աստվածաշնչյան մի տեղ Աստվածաշնչյան տեղ ու քարոզի վերնագիր, դժվար ճանապարհ։ Ու երբ որ հեռախոսս վերցրեցի ձեռս մեր Նավարասիսկի բնակվող ժողովրդից, ընդեղ եկեղեցուց մի քանի հաղորդագրություն եկա, որ ասեցին ճանապարհը անանցանելի է։ Ճանապարհի պատճառով, այս ձնի ու բուքի պատճառով չի ստացվում եկեղեցի գալը։ Ու գիտեք մի բան ասեցի, հենց այնպես տեղը չի, որ քարոզի վերնագիր եմ ստացել, Տերը խոսացել է, վերնագիրն է դժվար ճանապարհ, վստահ եմ, որ Աստված գործ ունի։ Գիտեք, որ գնացինք, այն մարդիկ, ովքեր որ պետքա չգային, ավելի շատ մարդ եկան, քան թե որ ասել էին գալու եմ։ Գիտես, հերիք է մի հատ խոսք Աստվածաշնչից, որ մի հատ խոսք Տերը խոսք է տվել Հովիվին, ու այդ խոսքի վերնագիրն է դժվար ճանապարհ։ Հələ գնամ տենամ այդ ինչ դժվար ճանապարհի մասին է խոսքը։ Ու թե ես, թե եկեղեցին օրհնված էինք։ Հուսով եմ այսօր էլ թե ես, թե եկեղեցին օրհնված ենք եղնելու։ Ամեն դրա համար սիրտդ բաց, ուղղությունը դեպի հայացքը դեպի երկինք ու երկնքից սպասի այն ինչը որ Տերը ունի քո կյանքում անելու։ Ինչ կան ուզում ա դժվար եղնի, ժողովուրդ
ժողովուրդ, Աստվածաշունչը կարդալուց կտենաս Աստվածաշունչի հերոսների, հավատքի մարդկանց կյանքը, որ նայում ես, կտենաս, որ իրանք բոլորն էլ դժվարությունների մեջով են անցել։ Բոլորը։ Թե ծառայողները, թե Քրիստոսի աշակերտները, Քրիստոսին ինչի չեմ ասում, որովհետև անհամեմատելու են ընթացքը, ինչը որ անցել են չարչարանքները, այն ինչը որ ինքը իմ ու քո փոխարեն ինքը քաշել է, դրանք անհամեմատելու է, բայց հավատքի հերոսներ կային, մարդիկ կային, ովքեր որ դժվարություններ անցնում էին։ Մարդիկ կային, ովքեր որ դժվարություններ անցնում էին, հաղթահարում էին ու դրանից հետո ավելի էին զորանում։ Կային հերոսներ, ում որ Աստված կանչում էր, բայց մեկը կար, նայում եմ ես մարդու կյանքը, այ մարդ ոչ հովիվ է, ոչ առաքյալ է, ոչ ինչ-որ ծառայություն անում, բայց Աստվածաշունչը, Աստված իրա բերանով գովում է այդ մարդուն։ Աստված իրա բերանով այդ մարդուն գովում է, ում մասին է խոսքը։ Հոբի։ Աստված գովում է Հոբին։ Հոբ առաջին գլուխ առաջին խոսքից, տեսեք ինչ ասում Աստվածաշունչը, մեկ մարդ կար, Հուսեյ երկրումը, անունը Հոբ, և այն մարդը կատարյալ էր, կատարյալ և ուղիղ և Աստվածավախ էր, և հեռանում էր չարիցը։ Տեսեք Աստվածաշունչը ինչ ասում Հոբի մասին, ասում է, մի մարդ կար, ուրեմն այդ մարդը կատարյալ էր, ուղիղ էր, Աստվածավախ էր և հեռանում էր չարիցը։ Կատարյալ բառի մեջ ինձ թվում է, թե շատ բաներ կա, կատարյալ բառը ինք իր մեջ շատ բան կա, որ ասում է, այս լրիվ կատարյալ ես արել, այսինքն ինչ-որ մի հատ կպնելու, ինչ-որ մի հատ տեղ չես թողել, բայց դրա հետ մեկտեղ ավելացնում է, ուղիղ էր, Աստվածավախ էր և հեռանում էր չարությունից։ Գիտես, չարից չէ, չարությունից, ինչ-որ մի հատ չար բան, ինչ-որ մեկը հանկարծ ինչ-որ մի հատ չարություն էր ուզում աներ, ինքը տեղ չկար։ Որ ասենք ասում են, արի գնանք այն խանութի շուշեն ջարդենք, երեխեքը փոքր ժամանակը, արեք գնանք, չգիտեմ, այն մի հատ հին թողած շենք կա, չգիտեմ որ թվի զավոդ է, արեք գնանք քարերը ջարդենք, մեկը կար, որ չէր գալի, ասում է, չէ, ես չեմ գալի, խի, կներեք ես բարիս համար, մամայի բալա ես, խզիկ ես, չէ, այդ մարդը չարից հեռացող է, չգիտես ինչի չարից հեռացող մարդկանց մի քիչ ուրիշ ձև են նայում, արի մի երկու բաժակ իրար հետ խմենք, չէ, ես չեմ խմում, ինչի վախում ես, չէ, չարից հեռացող եմ, գիտեմ, որ խմելու եմ մի հատ աննորմալ բան անեմ, չեմ խմում, չարից հեռացող եմ, հալելույա, շարունակությունը, և նրա համար Աստծո խոսքը ասում է, որ 7 որդիկ ծնվեցան և 3 աղջիկ, ու ինքը շատ ունեցվածքի տեր էր, ունեցվածքները չթվարկեմ, շատ ունեցվածքի, ահավոր ունեցվածքի տեր էր, ու Աստվածաշունչը ասում է, որ իրա նման այդ երկրում չկար, իրա նման հարուստ, իրա նման ունևոր, իրա նման մեծ մարդ չկար, ու գիտեք հետաքրքիր ինչն է, այնքան Աստվածավախ է, այնքան Աստծուն սիրող է, այնքան իր երեխեքի համար հոգ տանող է, որ Աստծո խոսքը ասում է, իր եղբայրները, 7 եղբայրները հավաքվում էին ամեն օր մեկի տունը, ինչ հետաքրքիր է, չէ, 7 եղբայր 7 օր, ամեն օր կարային հավաքվեին մեկի տունը, հավաքվում էին հայավարի ասած ուդուշ խմուշենելու, քուրերին կանչում էին, այնքան լավ եղբայրներ էին, որ երբ որ քուրերը ամուսնացել գնացել են, քուրերի մասին չեն մոռացել Փեսեկի, համ քուրերին են, քրերին են կանչում Փեսեկին, բոլորով մի հատ լավ խնջույք են անում։ Ու Աստվածաշունչը ասում է, եւ երբ որ իրենց այդ օրերը վերջանում էր, այդ ուդել խմելու օրերը վերջանում էր, այդ շաբաթը իրանց ուդուշ խմուշների վերջացավ, ասում է, Հոբը ամեն մի երեխու հետ ամեն մի երեխու համար, ամեն մի երեխու քանակով այդքան զոհաբերություն էր անում ու ասելով հանգարց երեխեքը կարող է իրանց սրդում Աստծուն հայոյեն։ Ուզում ես, տես ինչ կարևոր բան եմ շեշտում։ Հանգարց ինչ որ մեկը իրանց սրդում հանգարց Աստծուն չհայոյեն։ Այդենց Աստվածավախ էր ինքը, որ հանգարց ինչ որ մեկը Աստծուն չհայոյի, Տիրոջ հասցեին հանգարց ոչ մի բան չասի, ու այդենց զոհաբերություն էր անում։ Ու Աստված այդ ամեն ինչը տենում էր, չի ասում է բարձրաձայնելան, չէ դե մեր քահանաներից մեկի պես հեղի,
որ իր որդիների ինչ անօրենություն, ինչ անառագություն ասես անում էր ինքը չէր հանդիմանում, ու Տեր ասաց, քանի որ ես քեզ ասեցի, ու դու չհանդիմանեցիր, ու երկուսն էլ կորան հեղինել հետը, որդիներն էլ կորան, հեղինել հետը, ու տեսեք հետաքրքիրն ինչ է, բայց մեր եղբայրը Հոբը ինքը ամեն մի երեխու համար անում էր, Տեր, էսի չգիտեմ, մեծիս համար, էսի Անդրանիկիս համար, էսի երկրորդ տեսի, երրորդ տեսի, չորրորդ տեսի, 7-րդի համար, հանգարց իրա մեջ ինչ որ մի հատ վատ բան ասած չեղնի։ Ամեն ինչ լավ է, դե որ ասես, Հոբ ջան, դե եղած տեղից ես մորտում, էլի։ Աստված քեզի պահում է, դու էլ եղած տեղից Աստծուն, այն որ ծերի չես պաշտում, էլի, ոնց որ Սատանան է ասում։ Կամ Ես վերջերս իմ հասցեին լսեցի, ավելի ճիշտ իմ չէ, մեր եկեղեցու հասցեին, դու գիտեք, որ մեր եկեղեցու ժողովուրդը, որ գալիս են եկեղեցի, փողով են գալի։ Իմ համար շոկային էր, որ ծառայողները աշխատավարձով են ծառայում, եկեղեցու։ Ու ինձ հետաքրքիր էր, ամենաբարձր աշխատավարձը, որն էր, պարզվում է իմն է։ Հետո կարգ ու կանոնինն է։ Հետո ամեն զոհաբերության խոսք խոսածողը չգիտես ինչ ֆինանս է ստանում, ժողովուրդ, երկրի առաջ ասում եմ, ոչ մի ծառայող մեր մոտ ֆինանս չի ստանում, մենք բոլորս ծառայողներ ենք, աշխատողներ չենք, փառք Հիսուսին, հիմա տեսեք շարունակությունը ինչ է ասում, և եղավ մեկ օր, 6-րդ խոսքը, և եղավ մեկ օր, որ Աստծո որդիքը եկան Տիրոջ առաջին կանգնելու, Եվ Սատանան էլ եկավ նրանց մեջումը։ Հետաքրքիր է ասում։ Ասում է եղավ մի օր, որ Աստծո որդիքը կանգնած էին Տիրոջ առաջին, Սատանան էլ եկավ նրանց մեջ։ Ու Աստված հարցնում է, «Էդ որտեղից ես գալիս»։ Էդ որտեղից ես գալիս։ Երկրի վրա ման էի գալիս ու շրջում էի նրա միջումը։ Սատանայի պատասխանն է։ Եվ Տերը ասեց Սատանային. ուշադրությունդ դարձրիր իմ ծառա Հոբի վրա, որ նրա նմանը չկա երկրի վրա։ Ուզում եմ ուշադիր եղնես։ Ասում է ուշադրությունդ դարձրիր իմ ծառա Հոբի վրա, որ նրա նմանը չկա երկրի վրա։ Շեշտում է կատարյալ եւ ուղիղ մարդ, աստվածավախ եւ չարությունից հեռացող։ Հալելույա։ Էս ինչ ուժեղ բան է ասում։ Աստված իր բերանով Հոբի կարգավիճակի մասին խոսում է, թե ով է Հոբը։ Ու հիմա Սատանան տեսեք ինչ է անում։ Եվ Սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. «Միթե Հոբը ձերի է աստվածավախ։ Չէ որ դու նրա տունը եւ նրա բոլոր ստացվածքը ցանկով շրջապատել ես»։ Հալելույա։ Չէ որ դու նրա տունը եւ նրա բոլոր ստացվածքը ցանկով շրջապատել ես, նրա ձեռքի գործը օրհնել ես եւ նրա հոտերը տարածել ես երկրի վրա։ Այստեղ կուզեմ ես ու դու իրար հետ կանգ առնենք։ Ուրեմն ուզում եմ ուշադիր եղնես, Սատանան ինչ է ասում Աստծո մարդու համար։ Եթե դու աստվածավախ ես, չարից հեռացող ես, ուրեմն Սատանան քեզ այսպես ցանկապատում է, ներողություն, Աստված ցանկապատում է, որ հանկարծ Սատանան քեզի մոտ չգա։ Ասում է կարող է հենց այնտեղ անում, չէ որ դու ասում է դու ես այս ամեն ինչը որ ունի, քեզանով ունի, չէ որ դու ես իրան օրհնել, չէ որ դու իրան ցանկապատել ես, որ ոչ մի չար բան չմոտենա իրան։ Ուշադիր ես, այսինքն Սատանան ասում է, սիրելի Աստծո մարդ, սիրելի եկեղեցի, սիրելի Տիրոջը դավանող մարդ, ինչ որ ունես, Աստծուց ունես։ Ու ինչը որ պայում է, Տերն է պայում։ Փառք Հիսուսին։ Այն ինչը որ դու ունես, Աստծուց ունես, ու այն ինչը որ պայում է, Տերն է պայում, ասում է, եթե Տերը չպայի, զուր են անքուն մնում պահապանները։ Այստեղ Սատանեն ասում է, չէ որ դու ես պահում, դու ես Հոբի ամեն ինչը պահում, որ հանկարծ Հոբի գլխից ոչ իմաստ չընկնի։
Եվ շարունակությունը տեսեք ինչ է ասում, բայց ասում է, հələ մի հատ փորձի ձերքդ կպցրու, մի հատ ձերքդ դիպցրու Հոբի ունեցվածքին, նայ հանկարծ երեսից չհայոյի։ Դա գրված է 11-րդ խոսքի մեջ։ Բայց ասում է, հələ ձերքդ մեկնի ու կպցրու իր ունեցվածքին, ու հանկարծ տես կարող է քեզի հայոյի, չհայոյի։ Ուշադրություն ես դարձնում ինչներ։ Հալելույա։ Հալելույա։ Հանկարծ քեզի չհայոյի։ Սատանայի նպատակն էր, որ Հոբը Աստծուն հայոյի։ Եվ Տերը պատասխանեց նրան. ահա նրա բոլոր ստացվածքը քո ձեռքը լինի, միայն թե նրա վրա ձեռքդ չերկարացնես։ Չերկարացնես ձեռքդ։ Ասում եմ լրիվ, այս ինչ որ ունի չունի, այս ինչ որ կա չկա, ուրեմն տալիս եմ քո ձեռների մեջ, բայց հանկարծ ձեռքդ իրա վրա չերկարացնես, հանկարծ իրա կյանքին չկպնես։ Ու կինոն սկսվում է։ Հոբի դժվար ճանապարհը սկսվում է։ Էլ եմ ասում, Հոբը ոչ հովիվ էր, ոչ առաքյալ, ոչ էլ ներողություն, ոչ էլ մարգարե։ Հոբը Աստծո ծառան էր։ Հոբը իր տան քահանան էր։ Ուշադիր ես։ Հոբը իր տան քահանան էր։ Սիրելի եղբայր, դու քո տան քահանան ես։ Ու քո պարտականությունների մեջ է մտնում քո ընտանիքի համար հոգ տանես, քո երեխեքի համար աղոթես, ինչը որ անում էր Հոբը։ Ոստեղ կինոն սկսվում է։ Հանկարծ եղբայրները Աստծո խոսքը ասում է, մի օր եղբայրները բոլորը հավաքված էին իրենց անդրանիկ եղբոր տուն, ավագ եղբոր տուն ու հացկերույթ էին անում, հաց էին ուտում։ Ու կինոն սկսվում է։ Ասում է, մեկը եկավ ու Հոբին ասեց. Եկան եզներից զարգեցին, ծառաներից սպանեցին, մենակ ես եմ բրձե։ Շարունակությունը գիտես ինչ ասում։ Ասում է, հələ էս մեկը չվերջացած, հաջորդն է գալիս։ Ասում է, եկան ուխտերիդ վերցրեցին, ծառաներից զարգեցին, մենակ ես եմ մնացել։ Հələ էսի չվերջացած, հաջորդն է գալիս։ Ու գիտես ինչ ասում։ Այն մեկն է գալիս ասում է, Աստծո կրակը երկնքից թափեց ու սաղ ունեցվածքդ վարի տվեց, վառեց, մենակ ես եմ սաղ մնացել, որ գամ քեզի այդ ամեն ինչի մասին պատմեմ։ Կա լրաբեր, կա չարաբեր։ Ու այս մարդիկ ոնց որ ամեք իրանց հերթին սև թուղթ տեղնեին։ Գալիս են ասում են, էսի կորավ, ու ասում է, հələ դա էդի չէր վերջացել, սա դեռ խոսում էր։ 18-րդ խոսքում, սա դեռ խոսում էր, ահա մեկը եկավ եւ ասեց, որդիկդ աղջիկներդ ուտում էին եւ գինի խմում իրենց անդրանիկ եղբոր տուն։ Եվ ահա մեծ հողմը եկավ, տան 4 անկյուններին զարգեց, տունը բլվավ եւ տղերքը մեռան։ Ու այստեղ Սատանան ասեն սպասում է, թե էսա հիմա պետք է հայոյի, այսա եկել այ ժամանակը, էսա պետք է հայոյի, էսա պետք է ասի ուր է իր Աստված, ես խիս հենց եղավ։ Շարունակություն այնքան է դուրս գալիս։ Եվ Հոբը վեր կացավ եւ պատառեց իր վերարկուն, խուզեց իր գլուխը եւ ընկավ գետնի վրա երկրպագություն արավ եւ ասեց. «Մեր դուրս եկա իմ մոր արգանդից եւ մեկ պիտի դառնամ այնտեղ»։ Տերը տվավ, Տերն էլ առավ, Տիրոջ անունը օրհնյալ լինի։ Եվ այս ամենի մեջ Հոբը չմեղանչեց եւ Աստծուն անզգամություն չտվավ, փառք Հիսուսին։ Հալելույա։ Այս ամենի մեջ ասում է, այս մի հատ բան եղավ, ոչ մի բան, ոչ մի վատ բառ Տիրոջ հասցեին չասեց։ Սատանայի տարբերական պրավալի գնաց։
Սատանայի տարբերական պրավալի գնաց այնքան այն նրա համար, որ իր նպատակն էր, ասում էր, հələ թող ես մի հատ իր հարցերը լուծեմ, հələ տես, քեզի հայոյելու է, թե չէ։ Գիտես ինչի։ Մարդը որ ասի մեռնեմ պրծնեմ, հոբը մեռներ կգնար դրախտ, ուշադիր ես, բայց որ Աստծուն հայոյեր, Սուրբ Հոգուն հայոյեր, Տիրոջը հայոյեր, հոբի փրկությունը չկար, հոբը չէր փրկվի։ Երկրորդ գլխում Աստված դրա մասին ասում է։ Երկրորդ գլխում հենց սկզբից որ կարտաս Աստված դրա մասին խոսում է։ Հայոյի կմեռնես, տարբերական պրավալիա գնաց է, ինձ վրաս տարբերակ բե է պետք։ Так, տարբերակ բե նայեմ ով կա, ահան, всё, գտել եմ, հոբի ամենամոդիկ մարդը, ով որ մնացել է ողջ կին է։ Երկրորդ գլուխը նույն ձև է սկսվում, ոնց որ առաջինը։ Տերը կանգնած էր Տիրոջ որդիկը Աստծո մոտ էին, Սատանան եկավ, Աստված հարցեց որտեղից ես գալիս, ասավ երկրի վրայից։ Տեսար իմ արտար կադարյալ հոբին, բա համոզում էիր, որ իրան կորցնեմ։ Տեսար։ Սատանան, գիտեք ինչ ասում։ Մարդը ամեն ինչ է կդա, բայց կարևորը առողջ եղնի։ Ծանոթ բան եմ ասում։ Առողջ եղնենք, այ մարդ ոչ մի բան է մեզի պետք չի։ Հանկարծ իր առողջությանը չկբի։ Հանկարծ երեխեքի առողջությանը կամ երեխեքի ոտը քարը մարնի, վայ։ Ամեն ինչ կդանք, որ հանկարծ ոչ մի բան չպադայի։ Դենցա թե չէ։ Սիրելի եղբայրներ ու քույրեր, ամեն ինչ կդաշ, չէ որ հանգարց երեխուդ ոչ մի բան չեղնի։ Ամեն ինչ, ասում ես, տունս կծախեմ, չգիտեմ, վրանում կապրեմ, բայց երեխեքս առողջ եղնեն, երեխեքս կողս եղնեն, երեխեքիս ոչ մի բան չեղնի։ Հոբը դժվար ճանապարհ է անցնում։ Բայց այդ ամենի մեջ հոբը չի դատարում Աստծուն պաշտելուց, հոբը չի դատարում Աստծու առաջ գալուց, հոբը չի դատարում Աստծուն աղոթելուց, հոբը չի դատարում Աստծուն հուսալուց։ Աստվածաշունչը ասում է, մեր Աստված ինչ ասում, ես եմ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի Աստվածը։ Ծանոթ բան եմ ասում, մեր Աստված շեշտում է, ես եմ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի Աստվածը։ Հակոբը մի հատ որդի կորցրեց, էլ Հակոբի մասին ձեն ու ձուն չլսեցինք։ Հակոբը մի որդի կորցրեց, Հովսեփին կորցրեց, թվում էր թե կորցրեց։ Ուղղակի Աստված մի հատ նոր ընթացք, օրհնության ընթացք էր պատրաստում Հակոբի համար, օրհնության դժվարին ճանապարհ, բայց այդքան ժամանակ ոչ միտեղ դու չես տենա, որ Հակոբը զոհաբերություն անի։ Հակոբը մեկին էր կորցրել, չէր կորցրել, Աստված ժամանակավոր վերցել էր ճանապարհ պատրաստելու համար, տարել էր ճանապարհ պատրաստել Հակոբի ցեղի, Աբրահամի ցեղի փրկության համար։ Բայց այստեղ հոբը 10-ին ա կորցրել, ժողովուրդ, 10-ին։ Երկու շաբթի մեծ տղու համար դարդենի, 3 շաբթի համար երկրորդի, 4 շաբթի երրորդի, 5 շաբթի երրորդի, ու դենց շաբաթը 7 օր կարա դարդանի, չհաշված աղջիկներն ու փեսեկը։ Մեկ նեղնի, հոբին մխի տարի։ Ստե սարսափելի բան է տեղ ունենում։ Ասում տես, ամեն ինչը կորցրել է, բայց առողջությունը թողել ես, դրա համար էլ կարա քեզի փառք տա։ Գիտեք ինչ ասում, ասում ուշադիր, լսի ինչ եմ ասում։ Ասում իրան կկբնես, բայց կյանքին բան չանես։ Ինչ հիվանդություն ուզում ես բեր։ Ինչ հիվանդություն, ու ասում Սատանան զարգեց այնց որ պալարով հիվանդությունով ոտի ծայրից, ոտի մատներից, ոտի ծայրից մինչև գագաթ հիվանդություններով լցվավ։ Ու մի հատ խեցի կդոր վերցրել հոբը հենք իրան ա քերում, քորվում ա, իրան ա քերում։ Ուշադիր ես, ու այստեղ տարբերակ բեմ պետք է աշխատի։ Գիտես որ տարբերակ է, որ պետք է հոբը Աստծուն հայոյի։ Ու ասում է դե հիմա կնիկ գնա, կին, գնա, այստեղ քո չգիտեմ բենեֆիս ասեմ, չգիտեմ եկելա քո ժամանակը, գնան են ծարա որ հոբը Աստծուն հայոյի։ Ու կինը գալիս ամենաուժեղ բանն է ասում։
որ Հոբը նույնիսկ դժվարության մեջ պայելա իր կատարելությունը։ Հոբ 2-րդ գլուխին 3-րդ խոսքում էսձև ասում. Դեր բռնել ես քո կատարելությունը, հայոյի Աստծուն ու մերի։ Գիտես կինը ինչ է ասում։ Հոբ հալալա քեզ, այս դժվարության մեջ դու չդադարեցիր Աստծուն պաշտես ու Աստծուն փառք տաս, փառք Հիսուսին։ Այս դժվարության մեջ դու չես դատարը, մի բառերով որ նայես, իմ բառերով սենց է ասում։ Հոբ ես ինչ ուժեղ տղա ես դու։ Եղունգս թրել է, Հովիվ ջան, այսօր ծառայության չեմ կարագամ։ Ինչ ա եղե, մանիկյուրն ա ջարդվել։ Ես ես տեսքով ոնց կամ եկեղեցի, ոնց էր Հոբ այդ ամեն ինչի մեջ Աստծուն փառք տալիս։ Մենք մեզ թվում է, թե մենք դժվար ճանապարհ ենք անցնում։ Ժողովուրդ դժվար ճանապարհ անցնենք, լուրջ այս մի տոկոսը ուղղակի մի վարյան Տերը թույլ տա, որ ունենաս են ապրումը ինչ որ Հոբն ա ունեցե։ Երանի կտաս են դժվարություններից ինչի մեջով որ դու այսօր անցնում ես։ Երանի կտաս են դժվարություններից ինչի մեջով որ դու անցնում ես։ Մի հատ քուրիկ նեղվում է, չգիտեմ ինչ, 70-80 տարեկան է։ Հանկարծ չմտածեք, թե 70 տարեկաններից բարձր ինչ-որ բան ունեմ, հարց ունեմ, չէ։ Ծով ջան, քեզի շատ եմ սիրում։ Բոլոր այդ տարիքից բարձրներին է շատ եմ սիրում։ Գիտեք հարցը ինչն է։ Աստված ինչի էս հիվանդությունը ինձի տվեց։ Աստված ինչի թույլ տվեց, որ ես այս դժվար իրավիճակի մեջով անցնեմ։ Գիտես խի, որ Հոբը որ կարդաս Հոբի գիրքն դե ասում է Տերը գիտեր, որ ինձի փորձելու է, Հոբի 23-ի 10-ում է գրված։ Տերը գիտեր, որ ինձի փորձի, ոսկու նման եմ դուրս գալու։ Ոսկու նման եմ դուրս գալու։ Այս դժվարին ճանապարհը ես որ անցնում եմ, լսելուց տեսնող եմ դառնալու, հիշի ես ասածս։ Այն որ լսում էիր, սկսելու ես տենալ։ Հիշում ես ես ասածս։ Հեսա կհասնենք վերջին կտենաս, որ լսում ես կտենաս։ Հա, չէ, ոնց կարա տես բաներնի։ Ու Հոբի պատասխանը նորից ցնցում է։ Կին ասում է հայոյի Աստծուն եւ մերի։ 10-րդ խոսքը։ Եվ նրան ասեց. Հիմար կանանց մեկի խոսածածի պես խոսեցիր։ Խոսածածի պես ես խոսում։ Ուրեմն միայն բարիք ընդունեմ Աստվածանիցը եւ չարիքը չընդունեմ։ Եվ ուժեղ խոսքն ասում։ Այս ամենի մեջ Հոբը չմեղանչեց իր շրտունքովը։ Հալելույա։ Տարբերակ բենել պրավալի գնաց։ Սատանան տարբերակ գել ունի, դել ունի, բոլոր տարբերակները ինքը ունի։ Տարբերակ այն էր հասեղ։ Տարբերակ այն գիտես որն էր, Հոբի ընկերները։ Հələ գնանք ասենք, Հոբ կարող է դու ինչ-որ մի հատ մեղք ես գործե։ Հոբը երբ որ կանգնում էր, ինքը իրան ասում էր, լավ չէր ես ծնված չեղնեի։ Երրորդ գլուխը կարդում ես, գիտես ինչ է ասում։ Իմ բառերով ասեմ, լավ են հայտնությունը, որ ես ստացել եմ։ Ասում է կարող է որ գլուխ Գովացի ասեցի մեծ տղա եմ ունեցել, մեծ տղա է ծնվել, դրա համար է այդ ամեն ինչը եկե ինձի։ Կարող է որ տղեկ ասին, ադե տղա ես ունեցել, այն ասեցի, ադե տղուց է տղա ծնվում։ Կարող է ես եմ մեղավոր ես ամեն ինչի մեջ, ինչը որ եղավ, ես այդ հայտնությունն է որ ստացել եմ, իրականումը դենց չի գրված։ Բայց հետաքրքիր է, գիտես, չէ։ Ոչ միտեղ Հոբը իր շրտունքով չի մեղադրում։ Հոբը իր շրտունքով չէր մեղադրում։ Մի բան են չի։ Անենց դժվար ընթացք եմ անցնում, Հովիվ ջան։ Անենց դժվար ընթացք եմ անցնում։ Մաքուր ոսկի ստանալու համար, չգիտեմ, ինչ ջերմ աստիճան է պետք, որ ոսկին այն տարբեր մնացած մետաղներից մաքրվի դուրս գա, ոսկու գործանողները կհասկանան։ Ես իմ ինչ աստիճանի պետքա ջերմություն տաս, որ ոսկին մնացած մետաղներից ազատես, որտեվ այդ ջերմությունն է
հեռացնում։ Հոբը ստեղ գիտի, ասում է Տերը գիտեր։ Ասում է Տերը գիտի։ Տերը գիտի ես ով եմ։ Ուշադիր ես։ Հոբ 23-րդ գլուխ 10-րդ խոսք։ Սակայն նա գիտի իմ ճանապարհները, ինձ փորձելիս ես ոսկու նման դուրս կգամ։ Արդեն հասկանում է ինչ ընթացքի մեջ է։ Արդեն հասկանում է Աստված ինչ անում, բայց գիտես խնդիրը ինչն է։ Հոբին ոչ մեկ չեր ասե։ Հոբ, դիմացի, կերգնագի օրնվելու ես։ Ոչ մեկ Հոբին չեր ասե։ Հոբը չուներ այդ մարգարեական պարգևը։ Հոբը Եսայան չէր, որ Աստված եկավ ասի Աստված ասեց՝ մի վախեցի, ես քեզ քո հետ եմ։ Հոբը Եղիան չէր, որ ասում է հելիք էր, որ հետ ահագին գալու ես 40 օր ընթացքում ենք անցնելու։ Աստված բոլորի հետ խոսում էր, բայց Հոբի հետ չէր խոսածը։ Ուշադիր ես։ Հանկարծ դժվարության մեջ ընկնես, չոկես, կծնգես, կասես Տեր, խնդրում եմ խոսա, հասկանամ։ Մենակ թե Տերը խոսա, հերիք Աստված քո կյանքում խոսա, կհելնես ու կանցնես, հա, որտեվ Աստված ասում է մի վախեցի, ես քո հետ եմ, բայց Աստված Հոբի գլխին փորձանք թույլ տալուց առաջ, շեշտում եմ, թույլ տալուց առաջ Հոբի հետ չէր խոսածը։ Հոբին չէր ասե, գիտես, փորձանք է գալու վրեդ։ Բան չէր ասե։ Գիտես ինչի, որտեվ ուզում էր Սատանայի գլուխը մի հատ էսենց քսեր գետնին ասեր, տեսար։ Սատանան էլի չի անձնվում, չէ, դե թող էսա մի հատ էլ հիվանդություն բերեմ, մի հատ 4-րդ ստադիայի քաղցկեղ։ Բերեմ, տես ոնց են քեզի հայոյում։ Մեկ է 4-րդ ստադիայի քաղցկեղը գալիս է, որ դու պետք է Աստծուն հայոյես, ասում է, օրհնյալ լինի Աստծո անունը։ Եթե չհանգստանա ասի, լեզու բերանն էլ փագեք, տեսողությունն է փագեք, անենց փագեք, որ Աստծուն օրհնություն չտաս, գիտես ինչ կարաս այդ ժամանակ, հավատում եմ, որ Հոբը կգտներ Աստծուն օրհնելու տարբերակ, բայց իմ ու քո Աստծուն օրհնելու տարբերակը գիտես որն է, հեսա, ոչ խոսալ է պետք, ոչ ասել է պետք, ոչ տեսողություն է պետք, մարդիկ, երբ որ հին Հռոմում մարդկանց վառում էին, լեզուները կտրում էին, որ Քրիստոս չդավանեին, մարդիկ Քրիստոս էին քարոզում, խաչ էին ցույց տալիս, Քրիստոս էին քարոզում, դժվարին ճանապարհ էին անցնում, բայց չէին դատարում Աստծուն երկրպագելուց, չէին ուրանում Աստծուց։ Շեշտում եմ, Հոբը ոչ մարգարեր, ոչ էլ հովիվ։ Ամուսին էր, սիրող հայր էր, ընտանիքի պապա, օրհնված մարդ։ Ոչ հովիվ էր, ոչ է մարգարե, որ Տիրոջ գործի համար չարչարանքներ պետք է անցներ։ Չարչարանքներ անցնում էր Աստծուն պաշտելու համար։ Ուշադիր ես, հիմա ուզում եմ իմանաս ինչ դժվարություն է գալու։ Աստծուն պաշտելու համար հալածանքներ է գալու, որ հանգարց չպաշտես։ Բայց հենց որ հալածանք գա քո վրա, հիշիր Հոբին, որ Աստծու մասին, որ մենակ լսում ես, ստենալու ես։ Ուշադիր ես, որ մենակ լսում ես, ստենալու ես, ես չեմ ասում, Աստծո խոսքն է ասում։ Սաղմոսներում ասում, ստեղ Հոբն է իր բերանով ասում։ Մի բան հեն չեղավ։ Մի բան հեն չի։ Հա, Սատանա, էլ բան չունես անելու։ Ունեմ։ Ունեմ։ Հոբը իր դարդու ցավի մեջ չի աղոթի։ Հոբը իր դարդու ցավի մեջ քեզի չի աղոթք չի անի։ Կարող իր համար անի, բայց ընկերների համար, հեն որ եկել են աղի վերքի վրա սենց աղ էին լցնում։ Եթե մենք եղնեինք, կասեինք գնա աչքից չերևաս։
Սկզբից գալիս են 3-ը։ 3-ը գալիս են, որ հոբի հենց հերվից, որ կարտաս Աստվածաշունչը հստակ շեշտում է, հերվից, որ տեսան, երկրորդ գլուխ վերջի խոսքերում է, հերվից, որ տեսան, ասում է, շորեր իրանց պադարեցին, ունգան, սկսեցին երկրպագել, որովհետև ասում է ցավը, այդ ցավը որ տեսան, սաստիկ շատ էր։ Հոբի ցավը սաստիկ շատ էր, ու իրանք էդի տեսան, իրանք էդ ամենը տեսան։ Հետո քիչ, կարող է էսի ես չես արե, կարող է էսի ես չես արե, կարող է էսի ես չես արե։ Կան չէ ընկերներ, որ ասենց գալիս են, ասենց ձերքից բռնում են, ասեն ցիկ մնա, հետդ եմ, կողքդ եմ, հիմացի Աստված քեզի չի թողե։ Ասում ես շնորհակալ եմ, Փառք Հիսուսին։ Մեկը հերվնում են, կանգնում են, ասեն, մի քանի հոգով ու կարան ասեն, մի քանիսը կանգնում են, ասեն, դենաս ինչ մեղք էր գործե, որ դենց բան եղավ։ Դենաս ինչ հանցանք էր գործե, որ դենց բան եղավ։ Բայց Աստված իր բերանից ասում է, Հոբը իր բերանով ասում է, Հոբը հանցանք գործող չի, Հոբը չարից հեռացող է։ Հոբը չարից հեռացող է։ Այմար չես կարա չարից հեռանաս։ Չես կարա չարից հեռանաս, որ մեկը կողքդ կանգնում է բամբասում է, չես կարա հեռանաս, ես հերիկայի մոտ բամբասես, բայց ինչ ես անում ասենց։ Մի ֆիլմ կա, վերնագիրը չեմ հիշում, բայց Ռոբինզոն Կրուզոնի արկածների մասին է խոսում, որ Ռոբինզոն Կրուզոն այդ բաներով անցնում է, այդ չգիտե, այդ կոճերի արանքով անցնում է, այդ գլխարկը որ հանում են գլխից, ագանջները այսպես մեծ է, այսպես մեծացել է։ Այնքան են տվե ագանջներ, այդ այնց թույլ եք տալի, որ սատանան այնքան այնց ագանջներին տա, մարդիկ թույլ են տալիս, այնքան ագանջներին տա, որ ագանջները այսպես մեծանան, գիտես ինչ համար, որ ավելի շատ այսպես բամբասանք, բան լսեն։ Բայց հոբը չարից հեռացող էր, գիտես ինչն էր, դժվար ճանապարհ անցնում, հիշում ես չէ վերնագիրը, դժվար ճանապարհ, խեմ ես այդ դժվար ճանապարհ անցնում, ինչի համար ես անց այդ դժվար ճանապարհը, խեմ ես այդ դժվար ճանապարհ անցնում։ Հոբ 42-րդ գլուխ 5-րդ խոսք Ականջս լսելով ականջի լսելով լսել էի քո մասին ուշադիր ես ականջի լսելով ականջովս քո մասին լսել էի պատկերացնում ես Աստծո մասին լսած մարդն է Աստծուց վախում Աստվածավախ Աստծուն չի տեսե ասում եմ բայց հիմա աչքս տեսնում է քեզ այս աչքս քեզի տենում է Քեզ դու դժվարություն անցնում որ Աստված ավելի մոդեռնի քեզ որ դու ավելի մոդեռն ես Աստծուն ու տենաս Քեմ ես դժվարություն անցնում սելիս ամեն մեկս էլ դժվարություն անցնելու ենք բայց դե հարցը անցնելուց ոսկու նման դուրս կգանք Դե ռագատկի բարի քարի պես հենց կթռնենք Անցնելուց ոսկու նման մենք դուրս կգանք թե ինչ որ մեկը կվերցնի մեզ ու են սպաղում են հայ չգիտեմ հայերեն ոնց է որ սենց քարը տապակ շպրտում էր ջրի վրա ով տենա սենց քանի բան կանցնի սենց քանի անգամ ջրին կգտնի կթռնի ու վերջում կխորտակվի դիմանում ու խորտակվում է Բայց ոսկին ոչ մեկ չի շպրտում, ոսկու հետևից բոլորը վազում են։ 42-րդ գլուխը կկարտաս, ասում է հոբի բոլոր բարեկամները եկան հոբի մոտ, որտեվ հոբը ոսկի տղա էր։ Ուշադիր ես, բոլորը եկան, բոլորը ուտում էին, խմում էին, այն մխիտարողներն էլ, բոլորը եկան։ Բայց դե մի հատ բան պետք է եղներ, հիշում եք, չէ՞ տարբերակ N Ընկերները Ստեղ մի հատ հարց կար
Ընկերները ավել պակաս բաներ էին խոսած է։ Աստված գիտես ինչ ասեց։ Ասում աստեղ հոբի վերջի փորձվելու տեղն է։ Որ վերջի փորձվելու տեղն է։ Սատանայի բլիցկլիկը չի ստացվել սենց մի անգամից, մի վարյանում հոբը Աստծուն հայերես, չեղավ, հասելա տարբերակ էի։ Ասմա ես ձեր հարցերը ես չեմ լուծելու։ Որբիզ ետ ամեն ինչից պրծնեք, հոբը բդի ձեր համար աղոտի։ Հոբի կարգավիճակը պատկերացնում ես։ Հոբի կարգավիճակը ոնց ես պետք է իրանց համար աղոտեմ, չի ասում է մեկ եղնի իմ համար աղոտի։ Ընկերները գալիս են, ումստեղ կուլմինացիոն բայ է տեղի ունենում։ Ասում է և Աստված ետ դարձրեց հոբի գերությունը, երբ որ նա իր ընկերների համար աղոտեց։ Պատկերացնում եք Աստված հոբի ուռավինը բարձրացնում արդեն։ Հոբ, այս քո դժվարության մեջ հերիք չի չհանձնվես, հետնել մարդ մնա, որ մարդու կարիքի համար աղոտես։ Են որ եկան իրանք չգիտեմ ինչ հիմար բաներ ասեցին, հանգարտ չչարանաս, իրանց համար աղոտի։ Լսեք, Աստված սրդեր ու երիկամունքներ քննող Աստված է։ Հոբը սենց չէր աղոտում երևի։ Այսենց գնա աչքից չերևաս, գնա աչքից չերևաս, գնա վաբշե, չէ, Աստված տենում է, Աստված սրդեր քննող է, ու հետ դարձրեց, երբ որ հոբը իր ընկերների համար աղոտեց։ Տեսողությունը գիտեք ինչ պարգև է։ Հոբը սովորական մարդ էր, հիշում ես, չէ։ Աստվածավախ մարդ էր։ Տեսողությունը գիտես ինչ պարգև է։ Տեսողությունը ինչ պարգև է։ Որ մարդը տենում է աչքով Աստծուն, որ բաներ է տենում, ինչ պարգև է։ Այս ամենա են համով պադարներից մեկն է, որ կարտաս խորը ու կտենաս, որ Աստված հոբին մարգարեական պարգև էր տվել, Աստծուն ու իրավիճակներ տեսնելու։ Վերջում այդ պարգևով էլ օժտվավ։ Ասմա քեզի տեսա, ես տեսա, ես ես ամեն ինչը վերցրեցի։ Ես խորը ուսումնասիրել եմ ես, ինչ է նշանակում քեզ տեսա, ու տարբեր աղբյուրներ խոսում են սրա մասին, որ վերաբերվում է պարգևին, որ Աստված տվեց այդ պարգևը։ Նես չէ, որ հոբը դրանից հետո դառավ մարգարե, չէ, հոբը եղավ Աստծուն տեսնող։ Դու օրնված ես, արի ոտի կանգնենք։ Հալելույա։ Հալելույա։ Դժվար ճանապարհ։ Գիտես, կապ չունի դու ինչ դժվար ճանապարհ ես անցնում, սիրելիս։ Կապ չունի ինչ խնդիրների մեջով ես անցնում։ Կապ չունի ինչ փորձությունների մեջով ես անցնում։ Կապ ունի ոնց ես անցնում, ում հետ ես անցնում։ Սատանայի նպատակը, որ հոբը ոչ թե մեռնի, այլ դժոխք գնա։ Դրա համար շեշտադրումը դրված էր պարտադիր հայոյելու վրա,
հələ տես քեզի չի հայոյի, հələ տես քեզի քո անունի մասին բան չի ասի, հələ տես քեզ չի ասի։ Հոբը իր անձին ասում էր, բայց ասում Աստծո հասցեին, Աստծո մասին ոչ մի բան։ Իր անձին կպնում էր ինքը։ Իրան մեղադրում էր, բայց Աստծուն չէ։ Դժվար ճանապարհ է անցը։ Ես ու դու էլ դժվար ճանապարհ ենք անցնում։ Տեղ, հələ անցնելու ենք։ Սելիս խնդրում եմ, հանգարց չհանձնվես։ Հանգարց չհանձնվես։ Կապ չունի դու ինչ դժվարության մեջով ես անցնելու։ Այս 26 թիվը երևի շատ ավելի վատ տարի է եղնելու, քան երևի չէ, հաստատ ավելի վատ է եղնելու, քան 25-ը, 24-ը եւ մնացածը ավելի դժվար, ավելի դժվարություններով, դժվար անցանելի տարի է եղնելու, բայց դու չհանձնվես հանգարց։ Խաղաղությունը չկորցնես։ Հիշա, երևի այդ Հոբը մարգարեական պարգև ունենար սկզբից, պատկերացրեք, այս ինչա որ ասում եմ հումորով եմ ասում, հանգարց բան չասեք։ Հոբը երևի գիտեր որ 26 թվին մեր եկեղեցում հրճակված է խաղաղվելու տարի։ Այս հումորով եմ ասում։ Հիշա որ խաղաղվելու տարի է, որ հանգարց խնդիրները գալիս են, խնդիրներին չասես համեցիներս։ Ուշադիր ես, խնդիրներին ասես դուրս, խաղաղությանը ասես համեցիներս։ Ուշադիր ես, համեցիներս։ Թող խաղաղությունը միշտ քո քեզանից, քո տանից անպագա սեղնի։ Ամեն։ Կապ չունի ինչ դժվարության մեջ ուզում ա եղնես, հələ նայ Հոբի խաղաղությանը։ Հələ նայ Հոբի խաղաղությանը։ Նստած վերքերով կործելա ոչ մի բան չունի։ Մի հատ առողջություն ա մնացե։ Մեկեկին, որ սատանայի տարբերակ բեն էր։ Չեմ ասում հանգարց կնոջդ հասին վատ բան չասես։ Ինքը քո համար քո կյանքի կեսն է։ Սատանայի տարբերակ բեն չի։ Ուղղակի կինը ցավերի ու խնդիրների մեջ կարար բաներ թույլ տար, բաներ ասել, որտեվ մայրը մի անգամից 10 երեխա է կորցրել, ինքը չունի այդ ներսի վերաբրումը տիրոջ հետ, բայց Հոբը ունի։ Ինչ ուզում ա եղնի հանգարց խաղաղությունը չկորցնես։ Հոբը պատկերացրու այդ իրավիճակի մեջ, այդ վերքերի մեջ նստած է։ Հələ խաղաղությունը չի կորցրել ու չի կորցնում։ Հələ խաղաղության մեջ է։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ու Սատանեն ասում է ոնց 4-րդ աստիճանի ռակ եմ բերել, ոտիցդ մինչև գլուխ, ոտներդ գանգրենա, չգիտեմ, սաղ հիվանդության մեջ լցրել եմ քեզի ու դու ասում ես օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Հա, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ոտերդ կտրել են, ոտ չունես, չես կարում ասես իմ ոտքերը Տիրոջ տունն են վազում։ Հա, ոտ չունեմ, բայց ձեռ ունեմ, կարամ բարձրացնեմ, ասեմ օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ձեր չունես, բայց ձայն ունեմ, կարամ ասեմ օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Լեզու չունես, բերան չունես, բան չես կարող խոսաս, մեգա սրտով ասում եմ օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ամեն, որտեվ Աստված այստեղ է նայում։ Այ ես սրտին, ձեռները թե չբարձրացնես, ոտքերը թե չվազի, մեգա Աստված թենում է քո սրտի դիրքը, գիտի որ քո մոտ միշտ օրհնյալ լինի Տիրոջ անունը կարգավիճակ է։ Ամեն, օրհնյալ լինի Տիրոջ անունը, փառք Հիսուսին։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ուզում եմ հարցնեմ, կա մարդ, որ նման եկեղեցին տանրապես չի եղել ու նման եկեղեցում առաջի անգամ է։ Եթե այստեղ ես ձեր բարձրացու ողջունենք քեզ։ Տերը ձեզի շատ օրհնի, Տերը օրհնի ձեզ։ Փառք Հիսուսին, Աստված օրհնելով օրհնի ձեզ։ Ես ձեզ առաջ չեմ կանչի, բայց կխնդրեմ, որ մենք միասին մի աղոթք անենք իրար հետ։ Աղոթքը կոչվում է ապաշխարության աղոթք։ Գիտես, ինչ ուզում է եղնի, ես չգիտեմ ինչ խնդիրներով, ինչ դժվարությունով ես անցնում,
ասես Տեր ջան, ես մենակ եի անցնում, բայց հիմա ուզում եմ քո հետ անցնեմ։ Կանեք այդ աղոթքի իմ հետ։ Ես ասեմ, դուք իմ հետևից կրկնեք։ Սիրելի համացանցով դիտողներ, դուք էլ այս աղոթքը անպայման արեք։ Խնդրեմ փակեք ձեր աչքերն ու ասեք. Երկնային Արքա, ես գալիս եմ քո առաջ։ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ դու ծնվեցիր, եկար այս աշխարհ, վերցրեցիր իմ մեղքերը քո վրա, խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Տեր, խնդրում եմ, ներես ինձ, մաքրես ինձ եւ մկրտես ինձ քո Սուրբ Հոգով։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալի։ Դու ես իմ Տերը եւ իմ Աստվածը, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Հալելույա։